Ինչ էր ձեր հիմնական ուրեմն ուղերձը մեր հեռուստադիտողներին։ Մեր ուղերձը իմ ուղերձը ավելի մեր դերդ միասին, որ եթե ինչ-որ ասենք ախտորոշում է դրվում տվյալ հիվանդին, լավ կլինի, որ իրենք մի քանի մասնագետների հետ զրուցեն եւ հետևանքները այս դեպքում թող իրենք որոշեն որն է իրենց համար արդյունավետ կամ բարեկամը կամ հարազատը կամ սրտացավ բժիշկը թող ինքը ասի այս տարբերակը ամենաճիշտ տարբերակն է կամ այս տարբերակն է ճիշտը թող ինքը ճիշտ կողմնորոշվի հիվանդը ճիշտ կողմնորոշվի չխաբենք մենք հիվանդին Եվս մեկ հեռախոսազանգ եմ ընդունում Բարև ձեզ, ուզում եմ իմանալ, բացի քաղցկեղը եւ ասենք շաքարային դիաբետը, մաշկային հիվանդություններ կամ ինչ հիվանդություններ կարող է դակտորը բուժել։ Մենք ունենք հատուկ քսուկներ, հատուկ բաներ գանգրենայի համար, պտախտի։ Ունենք երևանյան բարբերական հիվանդությունների համար, որ կոլխեցին չօգտագործենք ընդհանրապես երիկամները չվնասելու համար, եւ ունենք միջոց լեյկոզ հիվանդների համար, որպեսզի կարողանանք լեյկոցիտների, տրոմբոցիտների, գեմոգլոբինի քանակը արյան մեջ կարգավորել։ Շատ մեծ հույս ունեմ, որ առողջապահության նախարարությունը հատուկ ուշադրություն կդարձնի այս հաղորդմանը, հնարավորություններ կստեղծի պարոն Մելիքյանի համար, որպեսզի իր գիտելիքները փոխանցի այլ բժիշկների, գուցե ստեղծվի որոշակի կլինիկա, որը որ այս մեթոդներով էֆեկտիվ բուժումներ կտա տարբեր հիվանդություններին։ Ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Մելիքյան Շնորհակալություն, ես էլ եմ շնորհակալ։ Ձեր հետաքրքիր զրույցի համար։